2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեր իշխանաժողովներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մենք չստիպեք, մենք շփանք, մենք շատ ուշանում ենք։ Վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Իգիտություն ձեզ մեզ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի Այդ մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարք չունեն։ Մարդիկ առանց որ ապրում են, բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են գոնե չին բնավ մարդից օգտվել, ուզու դա է պատճառը։ Ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, մի հատ են նորից քաղաքացի։